տնտեսական միավորի, որը ունենալով բացարձակ մենաշնորհ, օգտվելով հարկային և մաքսային բացարձակ հնարավորություններից, ճնշում է գործարանին, ճնշում է փոքր ու միջին բիզնեսին, ստիպում է որպեսզի փակվեն աշխատատեղերը երկրում, իրենց անձնական խնդիրները և իրենց անձնական շահերը հետապնդելու համար։ Մենք վճռական ենք այդ գործում և համոզված ենք, որ ոչ մի քաղաքական միավորի տնտեսական ծրագիր չի կարող մրցակցել մեր տնտեսական ծրագրի հետ։ Մեր երրորդ կարևորությունը երկրում պետական կառավարման համակարգում հիմնարար փոփոխություններ իրականացնելն է։ Մենք համոզված ենք, որ երկրում մարզպետների նշանակողի ինստիտուտը պետք է վերացնել հիմնովին։ Այն մարզպետը, որը նշանակվում է և փորձում է ղեկավարել ընտրովի համայնքի ղեկավարին, այսպիսի մարզպետը դառնում է ընդամենը չինովնիկ և կատարում է վերևի ղեկավարության ցուցումը, իսկ ներքևում կանգնած համայնքի ղեկավարը հայտնվում է ճնշված վիճակում։ Եվ հետևաբար մարզպետների ընտրությունը և հաշվետվությունը մեր ժողովրդին, մյուս կողմից մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների առջև աշխատատեղերի ստեղծման պահանջը լինելու է մեր պետական քաղաքականության հիմքում։ Յուրաքանչյուր պաշտոնատարան պարտավոր պետք է լինի հրապարակային հաշվետվություն ներկայացնի սոցիալ-տնտեսական կյանքում ձեռնարկված գործողությունների, ընտանիքների, երեխաների, ծնողների, ինչպես նաև կենսաթոշակառուների համար բավարար պայմաններ ստեղծելու ուղղությամբ և այն պաշտոնատարանցը, ով չի բավարարում անաչառ կառավարային քաղաքականության հայտարարված սկզբունքին, տեղի վերապատժվելու է և ազատվելու է աշխատանքից։ Մենք ասում ենք, որ երկրում ընդդիմությունը պետք է ունենա բավարար հավասարակշռող մեխանիզմ իշխանությունների վարքագծի հանդեպ։ Եվ դա է պատճառը, որ մենք միակ քաղաքական ուժն ենք, որ հայտարարում ենք, դաշնակցությունը իշխանության գալու պարագայում մենք մեր վերահսկելու իրավասությունը վերապահելու ենք մեր ընդդիմախոսներին, մեր ընդդիմությանը, որպես նրանք կարողանան նաև մեզ պարտադրել, որ դարձրել է պետությունը այդ փոքր հարուստ շրջանակի կցով, բոլորովին անտեսելով հնացած ժողովրդի շահերը։ Եվ հենց դա է պատճառը, ինչու դատարաններում բոլոր պետական պաշտոնյաները աշխատում են այսօր ծրագրեր հավաքագրելով և թողել բաժանելու գործընթաց արձանագրված է իրենց։ Ես եղել եմ Շիրակի մարզում։ Ինձ երբեք ցույց չեմ տվել նման կերպով գործընթացներով զբաղվել։ Եվ այսօր բոլոր համայնքապետերը իրոք քեջ վիճակում են հայտնվել։ Ասում են պետան փողը այդքան ձայն պետք է բերել։ Առանց հաշվելարներն ինչ կուսակցության ներկայության։ Ով է, բարոյական մարդ է։ Դպրոցի տնօրենների փչացրել են մեր վրա բոլորը այսօր զբաղված են կերպով գործունեությամբ։